Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է այսօր մեր տաղավարում, զրուցելու եմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու։ Դուք ակտիվ համարձային այցեր եք անում, նաև վերջերս եղել եք Գյումրիում։ Մարդիկ ինչի մասին են զրուցում ձեզ հետ, ինչ հարցեր են ուղղում, ինչն է մարդկանց մտահոգում ու ընդհանուր առմամբ ինչ տպավորություն ունեք ձեր այցերից։ Այս փուլում մենք մեծապես կարևորում ենք այս մարզային այցելությունների շարքը։ Ընդ որում ասեմ, որ անցնող 5 տարվա ընթացքում, եթե նայեք, մենք բարբերաբար այդ այցելությունները տեղի ունեցել են, այնպես չի, որ նախընտրական շրջանանոր սկսել ենք։ Անցած տարի այս օրերին էլ ենք արել, դրանից առաջ էլ այս աշնանը, այսինքն մշտապես մենք փորձել ենք մեր գործունեության ընթացքում կապը ժողովրդի հետ պահել։ Այս փուլում շատ կարևոր է մարդկանց լսելու, խնդիրները խորությամբ հասկանալու, նաև մեր պատկերացումները երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու, մեր քաղաքացիներին ներկայացնելու, համատեղ քննարկելու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհները, ուղիները ցույց տալու իմաստով։ Բավականին լավ են անցնում հանդիպումները, առաջիկայում ավելի ինտենսիվ են լինելու, այս փուլում հանդիպումները տեղի են ունենում հիմնականում մարզ կենտրոններում եւ դահլիճային ֆորմատով, որից հետո արդեն կսկսվի անհատական գյուղեր, բակեր, հեռավոր շրջաններ այցելելու ծրագիրը, մի ամբողջական շղթա է լինելու, որ մեր հիմնական աշխատանքային ուղղություններից մեկն է լինելու առաջիկայում։ Պարոն Սաղաթելյան, իշխանությունը շատ մտահոգված է Գյումրի 2 սցենարի կրկնությամբ այս անգամ խորհրդարանական ընտրություններում, դուք էլ վերջերս այցելել եք Գյումրի, անդրադառնանք այս թեմային։ Գիտեք, այս իշխանությունների վայնասումը այդ թեմայով առնվազն մեր համար շատ հասկանալի է։ Իրականում ինչա տեղի ունենում, ընդդիմությունը խորքի մեջ գտել այն բանաձևը, որից հնարավոր է այս իշխանությունից ազատվել։ Այսինքն ինչա տեղի ունենում, առնվազն այս պահին կան 3-4 ընդգծված բլոկ, որոնք ունեն որոշակի կամ ոչ թե որոշակի, այլ շատ կոնկրետ աջակցություն հակաիշխանական թևից եւ սա ինչա տեղի ունեցել իրականում ընդդիմություն հնարավորություն է տվել հակաիշխանական հանրությանը, ժողովրդին, ովքեր դեմ են այս իշխանության, ընդդիմության մեջ անել ընտրություն։ Այսինքն այլ ընտրանքային մի քանի հնարավորություն։ Եվ երբ որ Գյումրի 2 իրենք փորձում են վարկաբեկել ինչ-որ դավադրություն տեսնել, չէ, իրականում Գյումրիում ինչ տեղ ունեցավ, 4 ընդդիմադիր ուժ մասնակցեցին ընտրությանը, շեմը հաղթահարեցին եւ այն նպատակը, որ նախորդ հայտարարել էին կանխել ԿՊ-ի վերարտադրությունը Գյումրիում, այդ հարցը լուծեցին։ Հիմա իրենք ասում են Գյումրի 2 թույլ չենք տալու, ինչ եք անելու։ Այսինքն չեք թողելու քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին, հերթական անգամ խլելու եք մարդկանց ամենակարևոր եւ սրբազան ժողովրդավարության հիմնական սուբյեկտ հանդիսացող իրավունքը, այսինքն ընտրելու եւ ընտրվելու իրավունքը, ընտրված վարչապետի տեխնացուին եք փորձելու կալանավորեք, ինչ եք անելու։ Ոչ մի բան էլ չեն կարողանալու անեն։ Ընդդիմությունը բավականին բազմաշերտ է եւ քաղաքացիներին հնարավորություն է տվել ընդդիմության միջև անել ընտրությունը նաեւ։ Եվ ակնհայտ է, որ ընդդիմության միասնական քվեն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանը։ Ինքը այս ամեն ինչը տեսնում է, մտահոգվում է, հիստերիայի մեջ են, դրա բոլոր պատճառներն ու հիմքերը ունեն։ Մենք ըմբռնումով եւ հումորով ենք մոտենում իրենց այս վերաբերմունքին։ Այո, սա այն ուղղությունն ու հնարավորությունն է, որ այս չարիք իշխանության վերարտադրությունը հնարավոր է կանխել։ Այն հարցը, որ ով ում կմիանա, ով ում հետ կհամագործակցի, այստեղ մի հատ կարևոր բան է տեղ ունեցել։ Խորքի մեջ այս հիմնական ուժերը հայտարարել են, որ ԿՊ-ի հետ երբեք չեն համագործակցել։ Իսկ իրենք միմյանց հետ ով ում կմիանա, ինչ ֆորմատով կհամագործակցեն, ինչպիսի հավանական կոալիցիա կձևավորվի, դա ցույց կտա ընտրությունների արդյունքները։ Սա շատ արհեստական թեմա է, որ փորձում ենք գցել մեր դաշտ ու ինչ-որ հակասություններ ստեղծել։ Մենք այս թեմային այո չենք անդրադառնալու, կգա ժամանակը, Աստված տա, որ ու դա այդպես լինելու է, ես համոզված եմ։ Ընդդիմության միասնական քվեն ավելի շատ լինի, ըստ այդ համամասնության կհասկանանք ոնց ենք ազատվում սրանից ու այդ համագործակցությունը
տեղի կունենա, բայց այն հարցն էլ որ նախորոք ասեք եւ այլ, դա ինչ որ բոլոր ուժերը ցկտելու են առավելագույն քվե ունենան։ Մեր ժողովուրդը կորոշի ով որ տեղում լինի, ըստ դրա կպայմանավորվենք հետագա ընթացք։ Հետևաբար հասկանալի է սրանց այս վայրը հաճոսները եւ սա խոսում է իրենց վախի մասին։ Իսկ ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում ձեր վիճակը, սոցիոլոգիական հարցումներ, ընդհանուր տպավորություններ։ Գիտեք, այս օրերին տարբեր հարցումներ են հրապարակվում, տարբեր կերպ է ներկայացում քաղաքական, այսպես ասած, նոր ձևավորվող դաշտի իրավիճակը, բայց վստահաբար կարող եմ ձեզ ասել, որ Հայաստան դաշինքը առաջիկա ընտրություններում հիմնական ֆավորիտ ուժերից մեկն է լինելու։ Մենք ունենք մրցունակ ծրագիր, ունենք մրցունակ թիմ, երկիրը ստեղծված իրավիճակից հանելու կամք, վճռականություն, տեսլական եւ վստահեցնում եմ, որ հիմնական դերակատարներից մեկը լինելու է մեր դաշինքը, բնականաբար ողջունում ենք այն բոլոր ընդդիմադիր միավորներին, ուժերին, որ կան եւ գոյություն ունեն ու հայտ են ներկայացրել առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։ Մենք ունենք մի շարք առավելություններ, անցած ճանապարհ, փորձառություն, քաղաքական թիմ, որի գործունեությունը բոլորի աչքի առջև է եւ սրանք առավելություններ են, որ որևէ մեկը չի կարող չգնահատել, նաեւ ամբողջ Հայաստանի տարածքում կազմակերպական կառույց, գրասենյակներ ու լայն հնարավորություն։ ՔՊՀ-ական նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերի ընթացքում հասցրել է մեմերի հերոս դառնալ մի շարք հայտարարությունների համար, դրանցից մեկը վերաբերում է հենց հունիսի 7-ի ընտրություններին։ Նա հայտարարել է, որ եթե հունիսի 7-ին մենք չընտրվենք, չենք ունենա խաղաղություն, չենք ունենա թրիփ, չենք ունենա արհեստական բանականություն եւ որ բավականին կարեւոր է, չենք ունենա 4 միլիարդ դոլարի արտաքին պարտք։ Այս թեզին ինչպես կհակադարձեիք։ Հումորով, այսինքն ինչ հակադարձ, այսինքն իրենց ասելով, եթե Նիկոլը չլինի, ԿՊ-ն չլինի, արևն էլ մայր չի մտնի, լուսաբացել չի լինելու, բայց իրականում այս հիմնական թեզն է, որ փորձում են մարդկանց հերթական անգամ խաբել։ Եկեք հերթով անդրադառնանք դրանց։ Իրենց 2026 թվականի հունիսի ընտրությունների գլխավոր թեզը խաղաղություն։ Ինչ են ասում իրենք։ Եթե մեզ չընտրեք, կլինելու է պատերազմ։ Եվ մենք ենք խաղաղության երաշխավորը։ Նախ սկսենք այն կետից, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարչախումբը խաղաղությունից խոսելու իրավունք չունի։ Իր կառավարման տարիների մեծ մասը եղել է կորստի, պատերազմի, ողբերգության տարիներ։ Իր ղեկավարման շրջանում 3 պատերազմ է տեղի ունեցել։ Արցախ ենք կորցրել, 5000 շուրջ 5000 զոհ ենք ունեցել։ Միայն ողբերգությունների շղթա է իր կառավարման տարիները։ Մյուսը ասում են մենք հասել ենք խաղաղության։ Այս ամենամեծ լկտիությունը եւ ցինիկությունը, որ փորձում են անել ու կուզում էր քաղաքացիներս լավ հասկանան խորքային, այսինքն ինչի հաշվին կամ արդյոք այն ինչ որ բերել է խաղաղությունը։ Վերջապես եկեք այստեղ հասկանանք, էլի Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ կոնֆլիկտի վերջին 30 տարիների պատերազմի գլխավոր պատճառը Արցախն էր։ Դուք Արցախը դիտավորությամբ, դավաճանությամբ, անկարողությամբ հանձնել եք Ադրբեջանին։ Հետևաբար այնպես են խոսում, մենք հասել ենք խաղաղության, կարծես թե Արցախի ինքնորոշման իրավունքն են լուծը։ Արցախն են հանձնել, Հայաստանի տարածքի շուրջ 200 կիլոմետր քառակուսի հանձնել են Ադրբեջանին եւ այդքանի դիմաց ստացել են ժամանակավոր զինադադար, այս շատ կարեւոր է, նոր զիջումների խոստումով։ Հետևաբար ինչ որ իրենք առաջարկում են մեր հանրությանը եւ ժողովրդին, սա որևէ կերպ եւ որևէ ձև խաղաղության հետ առնչություն չունի։ Այն սպառնալիքը, որ մենք չլինենք պատերազմը լինելու, իրանք դա ինչպես են բացատրում, ասում են Ալիևը կբարկանա։ Մի ուրիշ ուժ որ գա, Ալիևը կասի սրանք ռևանշիստներ են, հետեւաբար ոնց որ ասեց Ֆիդանը, որ Հայաստանի այսօրվա գիծը պետքա շարունակվի, այդ գիծը որն է, շարունակ զիջումների եւ նրանց պահանջները կատարելու գիծն է։ Այս տրամաբանությամբ, քանի Էրդողանը եւ Ալիևը կան, Նիկոլը պետք է մնա վարչապետ։ Այսինքն այսա ու շարունակի կատարել իրենց պահանջները։ Այս ընթացքում իհարկե բոնուսներ են տալիս, հաճախ ասում եմ Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետի
պարտականությունները ինչ որ պահ ստանձնելու է կամ արդեն ստանձնել է Ալիևը։ Այս ընթացքում բենզին է ուղարկելու, ցորեն ու տարբեր ապրանքներ։ 3 արդեն ուղարկել են բենզինի նոր ընտրակաշարք, որպեսզի օգնեն այս հերոսը ընտրվի, որի նոր իրենց պահանջները կատարի։ Սա մեկ, որ ուզում եմ հասկանանք։ Ինչ ենք ասում մենք, որ հաճախ մեզ ասում են ռևանշիստներ, պատերազմական ուժը։ Մենք ոչ միայն դեմ չենք խաղաղությանը, այլ մենք իրականում ձգտում ենք խաղաղության, բայց մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, այդ խաղաղությունը պետք է լինի անշրջելի եւ արժանապատիվ։ Ինչ է սա նշանակում։ Գիտեք, չի կարող Ադրբեջանի հետ քննարկվի եւ նախաստորագրվի բանակցությունների արդյունքում մի փաստաթուղթ, հարաբերությունների կարգավորման մի փաստաթուղթ, որտեղ դա տեղի ունեն այն պայմաններում, երբ որ դու Ադրբեջանում ունես գերիներ եւ Ադրբեջանի զորքերը գտնվում են քո ինքնիշխան տարածքում։ Այսինքն, այս պայմաններում, այս իրավիճակում, երբ որ Ադրբեջանը վերցրել է քո գրավել է ու Նիկոլ Փաշինյանի դավաճանության արդյունքում, նաև հանձնելու արդյունքում, երբ որ ասում են ձյունոց սարերը պետք են մեզ, քո ռազմավարական բոլոր դիրքերը, Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, ու այս պայմաններում զենքը դրել են քո գլխին ու պայմաններ են թելադրում։ Այս պայմաններում ինչ խաղաղության մասին է խոսքը։ Արդյոք կամ ինչից որ խոսում են Նիկոլ եւ Ալիևը, սա խաղաղության մասին է։ Սա պարտադրված պահանջների մի փաստաթուղթ է, նաև խոստումով, որ սահմանադրությունը փոխելու անկլավները տալու նոր զիջումներ է անել։ Դե սահմանադրության մասով գործուն քայլեր են անում։ Այո, իհարկե, եւ ստիպելու է, որ մինչև ընտրությունները հրապարակի նաև Ադրբեջանում գրված սահմանադրության տեքստ։ Բայց օգնությունը միայն ադրբեջանա-թուրքական թևի կողմից չի գալիս, այո, հայտարարությունների կամ որոշակի քայլերի ձևով, նաև Ազատություն ռադիոկայանը հրապարակեց Արարատ Միրզոյանի նամակը ուղղված Եվրամիությանը օգնության խնդրանքով, խումբ ուղարկել Հայաստան։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը եւ իր ռեժիմը ձեռնտու է բոլորին բացի հայ ժողովրդից։ Ինքը իր վերարտադրության համար Արևմուտքին խոստումներ տվել է եւ նրանց պահանջները բավարարելու է, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները բավարարելու է, ռուսներին էլ փորձելու է ու Պարսկաստանի Իրանին այս ընթացքում ինչ որ խոստումներով խափի։ Այսինքն այս մարդը ոնց որ 21-ին ամեն մեկին մի բան խոստացավ, իր արտադրությունը ապահովեց ու փորձում է, այսինքն աշխարհակաղական ճողվածք հաստատել, բոլորին բավարարի։ Ինքը բոլորին ձեռնտու է, բացի հայ ժողովրդից, որտեղ ինքը վաղուց չի առաջնորդվում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության շահերով։ Այստեղ է ամենակարևոր խնդիրը, որ պետք է հասկանանք։ Հետաբար այս ընթացքում տարբեր ուժեր իհարկե շատերին ձեռնտու է իր վերարտադրությունը, որտեղ թույլ, խամաճիկ, անդեմ, անինքնություն մի վարչախումբ է, որը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է բազմաթիվ զիջումների։ Միայն արժանանա արևմուտքի կանաչ լույսին նոր բռնություններ անելու, քաղբանտարկյալների թիվը ավելացնելու ու նման բազմաթիվ ապօրինությունների։ Ինչ կզիջի, ակնհայտ է ինչ է զիջել եւ շարունակելու է զիջել։ Խոսք գնաց խաղաղությունից, բայց այստեղ կարծես թե իրենք մրցակիցներ ունեն, որովհետև Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել խաղաղության գործընթացը, ինչ եք կարծում այս հայտարարությունը ինչ որ կերպ կազդի Նիկոլ Փաշինյանի կողմից։ Գիտեք, ամենակարևորը պետք է հասկանանք, որ այն ինչ որ մեր ժողովրդի ներկայացնում են, դա խաղաղության մասին չի։ Ես նորից եմ ասում։ Ես իմ խոսքը կիսատ մնաց շարունակությունը։ Այդ խաղաղության գլխավոր երաշխավորը իրականում Ալիևն է, որովհետև իր կամքից եւ ցանկությունից է կախված խաղաղություն կլինի թե ոչ։ Մենք ինչ ենք ասում, երբ որ ասում ենք այդ խաղաղությունը պետք է լինի անշրջելի եւ արժանապատիվ, անշրջելին նաեւ նա է, օրինակ այս բանակցությունների փաստաթղթում կա կետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այս փաստաթուղթը ստորագրելուց հետո տեղի կունենա սահմանագծում եւ սահմանազատման աշխատանքներ։ Հիմա հարց ենք տալիս, Ադրբեջանի զորքերը դուրս գալու են, ասում են այդ աշխատանքների արդյունքում կհասկանանք։ Եթե դուրս չեկան, ի՞նչ է լինելու։ Դա նշանակում է, որ սուտ էր, չէ, խաղաղություն չկար։ Մեր ասածը ի՞նչն է, որ այս փաստաթուղթը պետք է 1, 2, 3 գերտերության կողմից ունենա երաշխիք։ Մի պահ չստացվեց այդ հարաբերությունը ու ակնհայտ է չի ստացվելու։ Ալիևը շարունակելու է նոր պահանջներ դնել Հայաստանի առջև։
Նաև պահանջել, որ երաշխավորող կողմ չլինի, այո, հենց այդ պահանջներից մեկն է, ու նաև սահմանից հեռացնել երրորդ երկրի զորքերը, այդ իր պահանջներն է, չէ, այսինքն բոլորին հեռու պահել, մնալ արդյունքում Հայաստան-Ադրբեջան եւ շարունակել նոր պայմաններ դնել։ Այդ դեպքում եթե խախտում է Ալիևը, պարզ Հայաստանը ում է դիմելու։ Որ գերտերությանը դիմի, ասելով միասին պայմանավորվել է, գնաք ու պայմանավորվածությունները պահի, օրինակի համար։ Այսինքն միջազգային պրակտիկա գոյություն ունի, համաշխարհային փորձ գոյություն ունի, նման երկարատև կոնֆլիկտները լուծվում են եւ հնարավորություն կա որ դա լինի անշրջելի, եթե լուրջ միջազգային երաշխավորություն կա այդ պայմանավորվածությունը։ Իսկ իրենք ամեն ինչ արեցին, Յակոմինսկի խումբը լուծարեցին, այդ փաստաթղթի մեջ կետ ավելացրեցին, որ երրորդ երկրի զորքերը սահմանում պետք է չլինի, որ Հայաստանը մնա միայնակ Թուրքիայի եւ Ադրբեջանի առջև, որին շատ հեշտ կլանելու են։ Այս է Նիկոլ Փաշինյանի հասկացած խաղաղությունը։ Հավատալ այս իրավիճակում իր բերած խաղաղությանը, դրա համար կամ պետք է լինես դավաճան կամ ապուշ։ Որտեւ իրանք էլ լավ գիտեն, որ իրենց արածը խաղաղության հետ աղերս չունի։ Կամ էլ լինեն տեղեկատվական Այսինքն, երբ որ դու քննարկում ես խաղաղության փաստաթուղթ, հրաժարվում ես Արցախահայերի վերադարձի իրավունքից, Ալիևը պետական մակարդակով ֆինանսավորում է տարբեր հասարակական կազմակերպություններ, ովքեր ամենաբարձր մակարդակում, նույնիսկ արդեն միջազգային ամբիոններում խոսում են ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, սա ինչի մասին է խոսում կամ վկայում։ Այսինքն ինչ եք խափում էր ժողովրդին, թե դուք բերում եք խաղաղություն եւ Գևորգ Պապոյանի կամ Արսեն Թորոսյանի նմաններն էլ մնացածի անունը հերթով չտամ, ասում են, եթե ուզում եք խաղաղությունը դառնա անշրջելի, քվեարկեք մեզ։ Դա, այսինքն, ընդ որ ասում են, եթե մենք չլինենք, էս կլինի, ես էլ ասում եմ, եթե իրենք լինեն, լինելու հետեւյալը։ Նոր կանաչ լույսը լինելու Ադրբեջանի տարածքներից իջելու համար եւ բարձ ուղիղ ասում եմ, ամեն անգամ հարցնում ենք, այդ որ ասել եք Հայաստանի տիրապետության տակ կան տարածքներ, որ հանձնելու ենք, ինչի մասին է խոսքը։ Ասելա չէ այդ մարդը, որ տարածքների մասին է խոսքը։ Ակնհայտ է, չէ, վաղը միսօր ինքը ասել է Ժորժ ջան, ես ձեզ նախորոք ասել եմ, եթե ընտրվեմ, հանձնելու եմ։ Հետևաբար իմ հերթական հանձնումը լեգիտիմ է։ Շատ պարզ է ասել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա այս մարդը, որ ընտրվեց, Հայաստանից նոր տարածքները հանձնելու դրա մասին բացահայտ ասել է։ Տիգրանաշենը դառնալու է քյարքի, հանձնելու է։ Ու տարբեր հատվածներից նոր կտորները հանձնելու Ադրբեջանին։ Իսկ սրանք կենսական տարածքներ են մեր պետության գոյության համար։ Այս ամբողջ խնդիրը։ Սրանք պարզապես տարածքներ չեն։ Դա շատերը քարտեզի երևի չեն նայում, պարոն Սաղաթելյան։ Անդրադառնանք ներքաղաքական իրավիճակին, չնայած Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ առաջ հայտարարում էր, որ թոշակառուների թոշակը պետք չէ բարձրացնել, որովհետև նրանք պարզապես չեն կարողանա տնօրինել այդ հավելյալ 10,000 դրամը, այսինքն կասկածի տակ էր առնում մեր հարգելի թոշակառուների տարական գիտելիքներն ու ունակությունները, բայց հանկարծ հայտարարում է, որ ոչ 10,000 դրամով բարձրացնելու են նվազագույն թոշակը եւ նպաստը, սա ինչի մասին է խոսում։ Հաշվեցին, որ այդ հայտարարությունը շատ վատ է ազդել իրենց նախընտրական վարկանիշի վրա, հերթական պոպուլիստական։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը լավ ծանոթ է երկրում տիրող տրամադրություններին։ Բնականաբար ունեն ուսումնասիրություններ, ունեն վերլուծություններ։ Միջայլոց ասեմ, բոլոր այդ ուսումնասիրություններով կա 3 փաստ, որը կուզեմ նաև հրապարակային ասեմ։ Առաջին, որ երբ որ քաղաքացիներին հարցնում ես ում երբեք չես ընտրի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ քաղաքական գործչին կամ ուժին, շատ կայուն կերպով 53-ից 55% ասում է Նիկոլ Փաշինյանը։ Երբ որ այդ խաղաղության օրակարգից այդքան խոսում են, փորձում են հանրության վրա դա վաճառել, 55-ից 60% մեր Հայաստանի քաղաքացիների չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունը։ Ու դրան մոտ տոկոս էլ չի կիսում իր վարած ներքին սոցիալական տնտեսական քաղաքականություն։ Ինքը այս պատկերը գիտի։ Եվ այս պայմաններում իր վերարտադրվելը լուրջ խնդիր է։ Հիմա ինքը տարբեր մեթոդներով փորձում է քաղաքացիների
քվեին արժանանալ, այսինքն ըստ էության պետական միջոցներով փորձի ընտրակաշարք բաժանել, սիրաշահել, ցույց տալ, որ ինքը մտահոգ է մեր քաղաքացիների համար, որովհետեւ նրանցից քվե ստանա, հետո էդի ոնց ժողովրդի քթից կբերի, դա մեկ այլ հարց։ Հիմա մարդը 3 ամիս առաջ մի քանի անգամ ազգային ժողովում կառավարության նիստին պնդել է, որ թոշակ բարձրացնելը հնարավոր չի։ Նաև մի բան նախադասությունը բերանից բաց թողել, որը շատ ծանր է նստել իր վրա, որ ասես թե 10,000 դրամ ինչ եք անելու, ինչի համար եք ծախսելու։ Ինչ մտածում ասեց այդ պահին եւ դրան համապատասխան նաև արձագանք եղավ մեր ժողովրդի կողմից։ Այսինքն խնդիրը շատ պարզ ու հստակ է։ Մարդը ոչ թոշակառուների մասին է մտածել այդ քայլին գնալու համար, ոչ էլ շատ սրտացավ է եղել։ Եվ վերջապես 8 տարի էլ մատը մատին չի խփել այդ ուղղությամբ։ Նախընտրական շրջան է, ինչպես արեց այս ապահովագրության առողջապահության քայլը վերջի օրերին շոփ-թոփ, սենց հասկացավ առողջապահական հարցերից մեծ դժգոհություն կա, այդ ուսումնասիրություններն էլ կային, մի հատ արագ լուծում տվեց։ Նույնն էլ սա հասկացավ դժգոհություն կա մեծ 21 թվականին, պարզ ասեմ, էլի 21 թվականի կառավարության ծրագրով ինքը սա խոստացել էր։ 5 տարի չի արել դա։ 5 տարվա մեջ դա չի արել, 21 թվականի իրենց նախընտրական ծրագրում գրված է եղել դա։ Եվ ընդհանրեն ընտրությունից 3 ամիս առաջ գնում է այս քայլին։ Սա ինչ է նշանակում։ Որովհետև եթե 3 տարի առաջ աներ չէին հիշի մարդիկ, շատ վիավորական է, այսինքն այս քայլը վիավորական է լինելու մեր թոշակառուների համար նաև, որ տղա ջան, այսինքն 5 տարի ինչի սա չէիր անում եւ դա անում ես ընտրություններից 3 ամիս առաջ։ Ակնհայտ է, չէ՞ սրա նպատակը։ Բայց այս մարդիկ իրոք էս իրենց քայլերով կեղծ, ստով կեղծիկով մի անգամ որ խափել են, 2 անգամ խափել են ժողովրդին, ես թվում է թե շարունակ կարան խափեն։ Այս մեր մայցելությունների ընթացքում նաև դա ենք տեսնում, հասկանում 21 թվականի եւ հիմիկվա տարբերությունը, որ 2 անգամ խափել են, երրորդը հասարակությունը չի խափվելու։ Այսինքն մարդիկ հիշում են իրենց խոստումները։ Իհարկե հիշում են։ Երբեմն այնքան ճշմարիտ բանի են ասում, որ քաղաքական գործիչները այդքան դիպուկ չեն կարող նկարագրել այն, ինչ որ ինքը արել է։ Հետևաբար պետք է հասկանանք սրա միակ նպատակը իր վերարտադրությանը ուղղված քայլերն է, բայց կարծում եմ, գիտեք, Նիկոլ Փաշինյանը մի հատ գծի է հասել, որ արդեն ինչ էլ անի, իր դեմ աշխատում, որովհետև ինքը որոշ գծեր արդեն եւ վաղուց հատել է, էլի։ Դրա համար ինչի է ինքը իր ամբողջ հույսը դրել ուժային կառույցների, մարդկանց բռնելու, ձերբակալելու, այս ամեն ինչի վրա, որովհետև հասկանում որ այլևս այն աջակցությունը, որ ուներ, չունի, իր հույսը դա է։ Այսօր իմիջիալոս մի հայտարարություն էլ տեսա ստեղ գալուց առաջ արել, այլ այդ նույն լկտի եւ ցինիկ միտքը, եթե ժողովուրդը համաձայն չէր իմ հանձնումների Ղարաբաղի հարցը փակելու այս ամեն ինչը, թող հեղափոխություն անր։ Գիտեք ինչ, ես այս հարցազրույցից հետո օրինակ գնալու եմ իմ ընկերների դատին։ Օրինակ Բագրատ Սրբազանը, իմ ընկերները Արթուր Սարգսյանը, Իգոր Սարգսյանը, մնացած այդ գործով դատավարության կալանքի տակ գտնվող ընկերները, չգիտեմ, Սամվել Կարապետյանը, Վարդան Ղուկասյանը, ասած հերթով բոլորի անունները կներեն ում անունը որ չեմ տալիս։ Ինչի են նստած։ Այսինքն իր իշխանության տարիներին վերջի 4 տարվա ընթացքում 3-4 փորձ ա եղել։ Մարդիկ իրենց բողոք արտահայտելու այս իշխանությունից ազատվելու համար դուրս են եկել փողոց, որ իրանից ազատվեն։ Բռնելա, ձերբակալելա, ամենաայլանդակ մեթոդներով հարձակվելա քաղաքացիների վրա, ապօրինի միջոցներով, մի քանի անգամ էլ կրակել է ժողովրդի վրա։ Այս մարդը ամբողջ աշխարհին փորձում է ներկայացնել, թե հայ ժողովուրդը հաշտ եւ համերաշխ է իր բոլոր այս դավաճանությունների, այս հանձնումների, այս ամեն ինչի նկատմամբ եւ ինչ է ասում, որ դա մենակ իր որոշումը չի, հայ ժողովրդի որոշումն է։ Ու այս ընտրություններով ամենակարևոր հարցը սա պետք է լինի, որ մեր ժողովուրդը ցույց տա, որ ինքը պատասխանատվություն չի կրում իր հետ հավասար այն ամեն ինչի համար, ինչ որ ինքը արել է։ Այս իմաստով սրա հերթական ցինիկությունը ժողովուրդը համաձայն չի թող դուրս գա, ժողովուրդը դուրս եկե դու ամեն անգամ կրակել ես այդ ժողովրդի վրա։ Ես էլ ասում եմ 48 ժամ թող ազգային անվտանգության ծառայությունը, քննչականը, դատախազությունը
գործեն օրենքի սահմաններում, չեմ ասում են բան չանեն, գործեն օրենքի սահմաններում։ Ոչ թե քաղաքական հրահանգներ կատարեն։ Տեսնեմ ինքը քանի ժամ կմնա իշխանության։ Հետևաբար այդ կուտը, որ ժողովուրդը համաձայն է իմ այս հանձնումների հետ, նման բան չկա։ Պարոն Սաղաթելյան, իշխանական թևը սկսել է շրջանառել այս թեզը, որը նորություն չէ իհարկե, որ ընդդիմության ամենախոշոր ուժերը ռուսական թևն են ներկայացնում, օլիգարխներ են եւ այլն եւ այլն։ Նմանատիպ թեզերը շարունակում են աշխատել, թե այլևս ակտուալ չեն։ Գիտեք, սրանց այս մոտեցումը, որ այսինքն ակնհայտ թուրք-ադրբեջանական շահեր հետապնդող քաղաքական ուժը փորձում է տարբեր քաղաքական միավորների ներկայացնել ինչ-որ աշխարհակաղակական կենտրոններից ուղղորդելու մեջ։ Ովով սրանք իրավունք չունեն այդ մասին խոսելու։ Սրանց կապվածությունը, խամաճիկ լինելը, նրանց Ադրբեջանի, Թուրքիայի նարատիվները Հայաստանում տարածելը այնքան ակնհայտ է, որ սրանք ինչ իրավունք ունեն խոսելու դրա մասին։ Հայկական ընդդիմադիր դաշտի, Հայաստանի ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերը լավ, ես մեր մասին խոսում հայկական օրակարգով առաջնորդվող, մեզ որ հարցնում են ռուսամետ եք, արևմտամետ եք, չգիտեմ, մենք հայամետ ենք, մեր խորքը հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության շահերին է, ուրիշ բան չի կարող լինել։ Մեր երկրի ինքնիշխանությունը մենք ենք պահելու, այդ որ ասում են սրանք եկան Հայաստանը դառնալու միութենական պետության անդամ, ինքնիշխանությունը կորցրել է, դուք եք այդ ինքնիշխանության թշնամին այսօր։ Մենք այդ իշխանություն պահողն ենք, դուք եք խաղաղության թշնամին, մենք այդ խաղաղությունը պահողն ենք։ Այս տեղերով փոխվել ենք, էլի, այսինքն, չգիտեմ, երկիր ազատագրող, երկիր կառուցող, ինքնիշխանություն պահող ուժին, երկիր հանձնող, ինքնիշխանության հերը անիծող ուժը մեղադրում է, չգիտեմ, ինքնիշխանություն հակապետական պիտակակապություն։ Մեզ ոնց կարա լինի։ Մենք բացառապես առաջնորդվել ենք եւ առաջնորդվել ենք մեր ժողովրդի շահերով, մեր երկրի շահերով։ Ռուսաստանը, այս էլ շատ պարզ էլի, այո, Ռուսաստանը Հայաստանի համար ռազմավարական դաշնակից երկիր է։ Եթե իրանք մտածում են, որ ռուսներին պետքա փոխարինեն թուրքերով, մենք դեմ ենք դրան։ Եթե դրա համար մեզ ասում են ռուսամետ, ինչ ուզում է թող ասան։ Այսինքն, էսա չէ բանը։ Մենք ասում ենք, որ տարածաշրջանում կա պետություն, գերտերություն, որի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ։ Այդ հարաբերություններում, այո, կան խնդիրներ։ Պետք է այդ խնդիրները վերացնել եւ կառուցել նոր որակի հարաբերություններ։ Իրենք ասում են, չէ, ռուսներին պետքա փոխարինենք թուրքերով։ Էսա հարցը էլի, ոչ թե արևմուտքով, Մակրոնով, Թրամփով, չգիտեմ։ Չէ, Ադրբեջանով եւ Թուրքիայով։ Իրենք ինչ են ասում։ Իրենք ասում են էներգակիրների համար Ռուսաստանին այլ ընտրանք կա, ասում են, որն ասում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Կախում Թուրքիայից եւ Ադրբեջանից մասնագետներն ասում են Հայաստանի ինքնիշխանությունը պահելու համար մենք պետք է նվազեցնենք մեր կախվածությունը Ռուսաստանից, երբ որ ասում ես որն է այլ ընտրանք, ասում են Ադրբեջանը եւ Թուրքիան։ Ասում են, չէ, իսկ ոնց ասեն, ասում մեր բանը էներգիայի համակարգը միացնելու ենք Ադրբեջանին, չէ, ասել են, չէ։ Հիմա որ մենք ասում ենք, չէ, ըլը մի րոպե չենք կարող մենք մեր ռազմավարական գործընկերների հետ թշնամանալ, այսինքն իրանք ինչ են ասում են թշնամանանք բարեկամ պետությունների հետ, բարեկամանանք թշնամիների հետ։ Մենք ասում ենք դա չի ստացվելու, տանելու եք հերթական անգամ մեր երկիրը առկացա խնդրության եւ ոտատակ եք դարձնելու եք այս աշխարհակաղակական կենտրոնների բախման մի միջավայր իր ծանր հետևանքներով։ Հիմա սա ասելու համար ինչ որ մեկը մեզ ասում է ռուսամետ, մենք էլ պետք է ասենք, չգիտեմ, ինչ ամոթ է, էլի, ընդհանրապես սրանց այս ժան մանիպուլյացիաները դարձել են իրենց հիմնական քաղաքական գործիք, որով այո, հանրության ինչ որ շերտի կարողանում են խաբել։ Բայց մեր խնդիրն է նաև որ թույլ չտանք։
Անդրադառնանք 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցին, որի մասով հետաքրքիր գործընթացներ են գնում։ Իշխանությունը կարծես շատ զոհվածների ծնողների բնորոշմամբ, շատ քաղաքական գործիչների բնորոշմամբ, կարծես փորձում է ծածկել, այս գործընթացը։ Արդեն ծածկել է։ Ինչու, ինչ է կատարվում։ Տեսեք, այդ մասին ես առիթ ունեցել եմ 3 շաբաթ առաջ բավականին մանրամասն խոսելու։ Տեսեք, ինչա տեղի ունեցել։ Սա շատ կարևոր հարց է։ Որովհետև շատ էական է մեր ժողովրդի պետության ու հետագայի համար ինչ տեղի ունեցավ, ինչ արեցին սրանք։ Ի վերջո իրենք էին բարձրաձայն ասում, պատերազմից հետո մենք ասում ենք, որ կան բազմաթիվ հարցեր, որի համար մեր հանրությունը, մեր ժողովուրդը այդ հարցերի պատասխանի կարիք ունի։ Եվ իրոք պետք է քննվի ինչ տեղի ունեցավ, ինչու սկսեց պատերազմը, պատերազմի ընթացքում ինչ տեղի ունեցավ եւ ինչի այդ արդյունքը ունեցանք։ Այս հարցը պետք է խորությամբ եւ ամբողջությամբ քննության առնվի։ Որտեւ այո, մենք պատերազմի ելքի եւ ստեղծված իրավիճակի համար տեսնում ենք նաեւ դիտավորություն իշխանությունների կողմից։ Մենք չենք ընդունում այն հանգամանքը, որ էսի անկարողության արդյունք է, չէ։ Կան կոնկրետ դեպքեր, որը եղել է դիտավորություն։ Հիմա մենք ինչ ենք առաջարկում, ասում ենք պետք է ստեղծվի ազգային ժողովի կողմից քննիչ հանձնաժողով, ներկայացրել ենք դրա համար օրենսդրական լուծումներ, փաթեթներ, ինչ սկզբունքով պետք է ձևավորվի, ինչ լիազորություններ, պատասխանատվություն, պարտականություն պետք է, որը իրական ուսումնասիրություն իրականացնի։ Իրենք ասացին, չէ, մենք համաձայն չենք այդ առաջարկին եւ ազգային ժողովի պաշտպանության անվտանգության հանձնաժողովը պետք է դարձնենք քննիչ հանձնաժողով։ Մենք բոյկոտեցինք այդ հանձնաժողովը, որի համար բավականին քննադատվել ենք այն ժամանակ, մեկ բացատրությամբ, որ պատերազմի մեղավորը եւ պատասխանատուն չի կարող քննել պատերազմի հանգամանքներ, այսինքն ո՞նց է պատկերացնում Անդրանիկ Քոչարյանը քննի Նիկոլ Փաշինյանի կամ մնացած վերնախավի գործունեություն, ասում ենք դա լինելու ընդհանրապես շոու, արդյունք չի լինելու, դա լինելու է հարթակ արդարանալու եւ խնդիրները կոծկելու եւ իրականում այդպես էլ տեղի ունեցավ։ Մենք բոյկոտել ենք, չենք մասնակցել, որովհետեւ այդ ֆորմատով այդ իրավիճակում անիմաստ էր։ 5 տարի մարդկանց խաբեցին, ասեցին բոլոր հարցերի պատասխանները կտանք, հիշում եք ինչ շոուներ էին անում, գենշտաբից էին հրավիրում նախկին հրամանատարներ, գեներալներ, հետո հայտարարում են, որ պարզել են տանկերի մեջ, հետո ասում են պարզել են, էս են արել եւ այլ, արդյունքում ինչ եղավ, ամենակարևորը, պարզվեց հանձնաժողովը զեկույց չունի։ Դուք գիտեք, որ հանձնաժողովը զեկույց չունի, որովհետեւ հանձնաժողովի անդամները մեծամասնությունը չի ստորագրել փաստաթղթի։ Այսինքն հանրությանը 5 տարի խաբել են, 5 տարի ասել են ձեր հարցերի պատասխանը կտանք, վերջում զեկույց իրավական ուժ ունեցող գոյություն չունի։ Նույնիսկ ԿՊԱ-ականները չեն ստորագրել բոլոր այդ փաստաթղթի տակ, հասկանում եք։ Բայց հայրենիք են կորցրել, շուրջ 5000 զոհ ենք ունեցել, 12000 հաշմանդամարդ կա, այսինքն հաշմանդամություն ունեցող, այսինքն այս հարցերի պատասխանը մեր ժողովուրդը, մեր հանրությունը պետքա չիմանար։ Պարոն Սաղաթելյան, իսկ զեկույց չունենալ ինչով է պայմանավորված, չեն ուզեցել աշխատել, թե հանգամանքներ կային, որոնք դուրս եկել իրենց հետքի վրա։ Լուրջ։ Երբ որ ասում են հոկտեմբերի 27-ը ինչի չբացահայտվեց, բարձ պատճառը, որովհետև ուսումնասիրեցին, դուրս եկան իրենց տերերի ու իրենց վրա։ Նույնն էլ սա է։ Ինչ հրապարակ են, եթե պետք է մի զեկույց նորմալ ուսումնասիրեին հրապարակեին, դուրս էին գալու իրենց հետքի վրա։ Բայց արդյունքում ինչ եղավ, 5 տարի մարդկանց ասացին ձեր բոլոր հարցերի պատասխանը կտանք, մեղավորներին կասենք, անպատասխանատու հարյուրավոր հայտարարություններ արեցին։ Հիշում եք, որ ասում են 11000 դասալիկ ենք ունեցել։ Այո։ Ծանր մեղադրանք է, չէ՞։ Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն ինչ եղավ, ոչ մի բան, նույնիսկ ազգային ժողովի օրակարգ չմտավ, ծածկեցին, փակեցին, գցեցին ենք։ Որովհետև իրենց գլխավոր խնդիրը որ մոռացության տալ։ Իմիջիալոց ես էսել ասում։ Այսօր շատ է խոսվում, որ առաջնահերթությունը երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է։ Այո, մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը շատ կարևոր է, որովհետեւ մենք ունենանք ուժեղ բանակ, վստահելի արտաքին քաղաքականություն, ուժեղ պետություն, դրա համար երկրի տնտեսությունը շատ առաջնահերթ է եւ շատ կարևոր է։ Բայց այս ընտրությունների թեման դա չի։ Այս ընտրությունների գլխավոր հարցը հետեւյալն է իրականում խորքում։ Մենք կարող ենք պահել մեր ինքնությունը, թե ոչ։
Մենք կարող ենք պետականություն ունենալ, թե դա լինելու է ձևական։ Գոյությունը, բարձ գոյությունը։ Մեր պետականության եւ ինքնության լինել չլինելու հարցն է։ Անշուշտ մեր տնտեսությունը առաջնային, անշուշտ մարդիկ պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ, աշխատավարձ, անշուշտ հայ գյուղացին պետք է ունենա հնարավորություն ստեղծելու, արարելու եւ պետությունը պետք է նրա կողքը կանգնի, որ մարդը կարողանա հավելյալ բարիք եւ արժեք ստեղծի։ Դրա մասին խոսքը չի, բայց առաջնահերթության հարց գոյություն ունի։ Մենք չենք քննադատում բոլոր նրանց ու մենք էլ մի հատ շատ խորքային, շատ մանրամասն ծրագիր ներկայացնելու ենք երկրի բոլոր ոլորտների վերաբերյալ, առողջապահությունից մինչև կրթություն, անվտանգությունից արտաքին քաղաքականություն ու սոցիալ-տնտեսական հարցերում շատ կոնկրետ լուծումներ են արել։ Հարցը դրա մասին չի, բայց իմ մտահոգությունը որն է, որ քաղաքական դաշտի ու հատկապես ընդդիմադիր դաշտի ուժերը չպետք է թույլ տան Նիկոլ Փաշինյանին, որ մրցակցությունը լինի նրա մեջ, որ ով լավ ասֆալտ կանի, ով որքան աշխատատեղ կստեղծի։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնել։ Սա իրավունք չունի մնա իշխանության եւ հանձնի Հայաստան։ Այս մարդը չարիք է, այսինքն եթե այս ամեն ինչը ոնց որ ինքն է ուզում, մոռացության տանք, վիճենք ով լավ ասֆալտ կանի, սա արդար չի լինի մեր նկարագրի, մեր ժողովրդի ու վաղվա համար։ Հետևաբար ինքը այդ հարցերը փորձում է կոծկի, բայց մենք չպետք է թույլ տանք մեր երկրի գլխավոր թիվ 1 հարցը մնում է անվտանգությունը, հայ մարդու ինքնության պահպանումը։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է տեսնեն, որ ուժն է, որ խոսելուց զատ, առաջարկ ներկայացնելուց զատ, կարան այդ խնդիրը լուծի։ Այս շատ էական եւ կարեւոր։ Ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որը ներհայաստանյան իրողությունների հետ քիչ կապ ունի, սակայն շատ մեծ նշանակություն ունի հատկապես Սփյուռքի եւ ցեղասպանության դեմ պայքարի հարցում, որովհետեւ արևմտյան լրատվամիջոցներում նշվում է այն մասին, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ուղիղ կապի մեջ է եղել Աղմուկ Հանածեպշտեյնի հետ եւ այդ կապը վերաբերել է հայ դատի գրասենյակների դեմ պայքարին։ 1-2 բառով կմանրամասնեք, որովհետև ցավոք սրտի շատերը նշում են, որ հայ իշխանությունները հատկապես Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը այդ գործում եւս իրավանդ ունի, Սփյուռքից ստացած ահազանգների հիման վրա եմ ասում։ Կարևոր բան է չհասկացողների համար, որքան ազդեցիկ են հայդատի գրասենյակները եւ ինչ ծավալի գործ են անում մեր պետության ու ժողովրդի համար։ Ոնց են պաշտպանում հայկական շահերը աշխարհում, ինչպես են պայքարում ցեղասպանության միջազգային ճանաչման համար, որը հայ ժողովրդի հավաքական իրավունքների տեսանկյունից եւ ապագա անվտանգության շատ կարևոր անկյունակարային է, եւ այդ գրասենյակի դեմ ինչպիսի միջազգային մակարդակով են փորձում պայքարել։ Սա կարևոր բան է, որ մարդիկ հասկանան։ Ոստեղ նաեւ հասկանան դաշնակցության արժեքը հայ ժողովրդի քաղաքական, հասարակական եւ առասարակ կյանքում։ Սա նաեւ մի փաստ է, որ այո, երբ որ ասում ենք Սփյուռքը, դաշնակցությունը, եկեղեցին կանգնել են Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի թշնամիների կոկորդին, հենց դրա մասին է խոսքը, որ այսինքն ամեն ինչ անել, մեկուսացնել, որպեսզի արտաքին աշխարհում մենք մեր դատը պաշտպանելու հնարավորություն չունենանք։ Այս իմաստով սա նաեւ մեկ հանգամանք է, որ հասկանալու Թուրքիան ինչերի է պատրաստ, որպեսզի կասեցնի այդ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը փակի, Սփյուռքը հեռացնի Հայաստանից, որը անում այսօր Նիկոլ Փաշինյանը, նաև այդ հանձնակատարը դա Հայաստանի Հանրապետության հանձնակատարը չի։ Դա Թուրքիա եւ Ադրբեջանի հանձնակատարն է հայ ազգանունով Սփյուռքում, որովհետեւ բացի պառակտելուց, քանդելուց, հայկական ավանդական կազմակերպությունների դեմ հակակշիռներ ստեղծելուց, եկեղեցու դեմ, հայկական կազմակերպությունների դեմ պայքարելուց այլ բան չեն անում։ Այս էլ այդ մասին խոսում եւ կարծում եմ կարևոր փաստ էր, որ մեր հանրությունը, ժողովուրդը, մեր բարեկամներն ու թշնամիները որ իմանան այդ մասին։ Պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօրվային հյուրներ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Կհանդիպենք վաղը։